Մատեո Սալվինի, Եվրախորհրդարանի падգամավոր, ազատ եւ ժողովրդավար Եվրոպա խմբի անդամ, 2013-ի դեկտեմբերից ղեկավարում է Աջակողմյան Հյուսիսի լիգա կուսակցությունը, փաստացի Աջակենտրոն բլոկի առաջնորդն է։ Ըստ հարցումների այս տարվա մարտից մինչև օրս Սալվինիի վարկանիշը 16%-ից հասել է 33-ի, արդյունքում նա դարձել է Իտալիայի ազդեցությամբ երկրորդ քաղաքական գործիչը վարչապետ Մատեո Ռենցիից հետո։ ԼՂՀ-ն անկախություն է հռչակել 92-ին, սակայն մինչև օրս միջազգային ճանաչում չունի։ Իտալական Il Giorno-ի հոդվածագիրը Մատեո Սալվինիի մեկնաբանությունն է խնդրել թեմայի շուրջ։ Սա միջազգային կառույցների հերթական ձախողումն է։ Մեզ ճանաչել տվեցին Կոսովոն, որի պատմությունը քննարկումների կարիք ունի, ու չեն ճանաչում Լեռնային Ղարաբաղը եւ Ղրիմը, որոնք ունեն պատմություն եւ ավանդույթ։ Ես կողմնակից եմ դրանց անհապաղ ճանաչման։ Թուրքիան երբեք չի կարող լինել Եվրոպա։ Դեկտեմբերի 18-ին Եվրախորհրդանի լիագումար նիստում հայտարարեց Մատեո Սալվինին։ Come da 15 anni si voglia insistere nel provare a portare la Turchia in Europa. Զարմանալի է, թե ինչպես 15 տարի շարունակ դուք համառորեն փորձում եք Թուրքիային բերել Եվրոպա, այսինքն մի պետության, որը 40 տարի է ռազմական ճանապարհով բռնազավթել է Եվրամիության անդամ Կիպրոսը, ոչնչացնելով եկեղեցիներ եւ անելով մտքից անցածը։ Իրականություն է նաեւ, որ Թուրքիան չի ընդունում հայոց ցեղասպանությունը, որին միլիոնավոր մարդիկ զոհ գնացին։ Իտալական աչերի առաջնորդը թուրքերին խորհուրդ է տալիս ընթերցել Անտոնիա Արսլանի արտույտների ագարակը։ E noi nonostante questo adesso ci stupiamo perché hanno arrestato una ventina di giornalisti. Եվ մենք չնայած այդ փաստերին զարմանում ենք, թե ինչու են Թուրքիայում ձերբակալել մոտ 20 լրագրողի։ Ինչ է, մենք իսկապես կատակ ենք անում։ Թուրքիան Եվրոպա չէ եւ երբեք չի կարող Եվրոպա լինել։ Մենք կարող ենք մտածել առևտրական, տնտեսական եւ ռազմավարական հարաբերություններ ունենալ, բայց շարունակում ենք վճարել։ Ահա այս է, որ ես չեմ հասկանում։ Մի պետություն, որը 40 տարուց ի վեր ռազմական օկուպացիայի է ենթարկել Եվրամիության անդամ պետության, որը չի ընդունում, որ բնաջնջել է 1 միլիոնից ավելի մարդու, շարունակում է Սալվինին։ Նա հիշեցնում է, որ ապրիլին հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցն է եւ հարցնում. արդյոք Եվրամիությունը կհիշի այդ մասին։ E in ogni caso continuiamo a dargli 600 milioni di euro all'anno. Բայց բոլոր դեպքերում շարունակում ենք Թուրքիային տարեկան 600 միլիոն եվրո տալ։ Այսինքն Իտալիան, Եվրոպան այս տարի Թուրքիային արձերը նվիրել են 600 միլիոն եվրո։ 600 միլիոն եվրո հաջորդ տարի կտան, 600 միլիոն 2 տարի հետո, 600 միլիոն 3 տարի հետո։ Եվ թուրքերն այդ գումարն օգտագործում են ձերբակալելով լրագրողների եւ մրցակցության մեջ մտնելով մեր ձեռնարկությունների հետ։ Եկեք մեկ անգամ ընդմիշտ ասենք, որ Թուրքիան երբեք չի լինելու Եվրոպա, եւ դա ասելով մենք ավելի լուրջ կընկալվենք։ Հաջորդ օրը Սալվինիի թվիթերյան գրառումը եւս նույն թեմայով էր։ Թուրքիան օկուպացրել է Կիպրոսի կեսը, ժխտում է հայոց ցեղասպանությունը, սակայն Եվրոպան Թուրքիային տարեկան 600 միլիոն եվրո է տալիս։ Իդեպ Սալվինիի ղեկավարած Հյուսիսի լիգան դեռ 90-ականներին ազատամարտի տարիներին պատվիրակներ է ուղարկել Արցախ, հումանիտար օգնություն հասցրել։ 2000 թվականին իտալական խորհրդարանում ցեղասպանության ճանաչման օրինագծի ակունքներում էլ այս կուսակցության ներկայացուցիչ Պալիարինին է եղել։ Փաստորեն հիմա Մատեո Սալվինին ստանձնելով Աջակենտրոն ուժերի ղեկավարությունը այս ուղղությամբ հստակ պահում է քաղաքական գիծը։ Արկադի Գրիգորյան, ժամը լրատվական։